Մեր արտաքին խաղը պարտավորական է։ Փիլիսոփայական հարց է, ով ոնց է ուզում, բայց եթե դու կանգնում ես իրականության վրա, Գիրանցը տվեցին, սա եղավ։ Հիմա Սյունիքի գլխին են ամպերը կուտակվել։ Այդ մի թևը։ Հետո կա դրա հակադարձող թևը։ Դուք ամեն օր ինձանից շատ եք տեսնում այդ պատկերը։ Ես ճիշտ եք ասում, մի կողմը այնպես ներկայացնում իրականությունը, որ Հայաստանը այնպիսի հրաշք արտաքին քաղաքականություն ավարում կամ ներքին քաղաքականություն, որ բոլոր արևմտյան եւ արևելյան քաղաքագիտական դասագրքերը այդ մասին պիտի գրեն։ Մյուս կողմն էլ մի այնպիսի սարսափազդու պատկեր է ներկայացնում, որ մարդը տեսնելով, որ դիմացը սպիտակ շենք է եւ որի վրա կանաչ պաստառը կպցրած սպիտակ տառերով, իրան համոզում են, որ շենքը սև է, պաստառը կարմիր է, տառերն է սպիտակ չի սև, ու ինքը սկսում է հավատալ դրան։ Ինքը հավատում է։ Ես իմ ծանոթ բարեկամներին այս 1 տարում այնքան եմ հոգնել ասել, որ Ժորժ ջան, Կիրանցը ոչ մեկ չի տվել, Կիրանցում մարդիկ ապրում են, շարունակում են ապրել եւ տալու մտադրություն որևէ մեկը չունի եւ ցավոք սրտի ես չեմ ավարտել այդ առաքելությունը, որովհետեւ ամեն օր պատահում է նոր մարդ, որը ինձ շատ լուրջ դեմքով ուզում է համոզի, որ Կիրանցը տվել են մի տարի առաջ, բերքաբերն են տվել, չգիտեմ, ոսկեպարն են տվել, այս խոսակցությունը այնքան շատացավ եւ ցավոք սրտի կան ալիքներ, որոնք դիտում ապահովելու համար այդպիսի լուրերը իմանալով հանդերձ որ սուտ է, տարածում են, որ չգիտես ինչի այդ լայքա, մայքա ստանան։ Թե քաղաքական կոնյունկտուրա սպասարկելու համար։ Եվ կամ նույնը Սյունիքին է վերաբերում, այնքան ասին, մի քանի հոգի էլ կա, անուններ չտամ էլի, իրանց ասում են քաղաքագետ, չգիտեմ, ռազմական վերլուծաբան, այն որ տանը ուզում ես ներվերդ մի քիչ հանգստացնես ալիքներով էս կողմ են կողմ ես գնում, դրանց միշտ տեսնում ես նույն դեմքով, որ ասում են Ադրբեջանը վաղը այս ուղղությունով հարձակվելու եւ այս կամ ասում են Ադրբեջանը ճիշտ կանի այս ուղղությունով հարձակվի ու sense զարմանում ասում եմ լավ, այդ աշճանա հոգեխանգարվել մեր հասարակությունը, որ այդ մարդուն հերիք չի հրավիրում են ստուդիա, հերիք չի լսում են իր ճամարտականություններն ու խելագարությունները, մի հատ է եթեր են տալի, հետո նորից են հրավիրում։ Դա լուրջ մտածելու թեմա է, խնդիր է, լավ, այսօր ենք ասել։ Ազգային ժողովում կարծեմ ավարտել է հանձնաժողովը այդ աշխատանքը, պատերազմի հետևանքները ուսումնասիրել։ Բայց չի հրապարակել, չի հրապարակել։ Դուք որևէ բան սպասում եք այդ հրապարակում։ Անկեղծ ոչ։ Որովհետև գիտեք ինչու։ Ոչ թե որ հանձնաժողովը վատ է աշխատել, այն իր ռեսուրսներով, որ ուներ, իր ծավալները, հսկա ծավալները, որ կարող էր մարսել, կարող եմ ասել, էլի գիտեմ, կարող է քննադատել, երևի արել առավելագույնը։ Իսկ սկզբանե ես ասում եմ, որ պետք չի այդ ձևով հանձ, պետք է հատուկ ատյան ստեղծվի, ասում եմ, մեր Նյուրնբերգյան դատավարությունը թող լինի, բայց մարդիկ մտածում են, որ ասում են Նյուրնբերգյան դատավարություն, անպայման պետք է մի քանիսին բռնենք, կանխենք։ Ես ասում եմ, եկեք հատուկ ատյան ստեղծենք, մարդիկ միայն այդ գործով զբաղվեն, քննեն, բացահայտեն պատերազմի հետ, նախապատերազմյան, հետ պատերազմյան շատ հանգամանքներ, որ այլևս երբեք մենք նման ծանրագույն վիճակում չհայտնվենք։ Ու ես էլի եմ ասում, ես համոզված եմ, առողջ լիներ մեր հասարակությունը, ինքնախաբեությամբ չապրեր, ինքը այս պատերազմը չէր լինելու, այս կորուստները չէին լինելու, մեր ընտանիքները չէին փլուզվելու։ Նկատի ունեք ընդհանրապես բախումը չէր լինելու։ Այո, բախումը չէր լինելու։ Դե երկրորդ նախագահը ասում է Հայաստանն է սադրել, բան 44 օր։ Ես լսել եք այդ։ Լսել եմ, ինքը ոչ թե միտքը ուղղակի չգիտեմ լավ չձևակերպվեց կամ սխալ ընկալվեց, ինքը ասեց Հայաստանը արեց գործողություններ, որը Ադրբեջանին թույլ տվեց այդ պատերազմը, ասենք
X օր հետո սկսել։ Ճիշտ եք ասում, բայց դա չէր նշանակում, թե Ադրբեջանը չէր պատրաստվում։ Չէ, իհարկե պատրաստվում էր։ Ադրբեջանը, ես ձեզ ասեմ, դուք էլ ինձնից լավ գիտեք, որ այդ պատերազմին պատրաստվել է 94 թվականի մայիսի 13-ից սկսած։ Խնդիրը այն էր մեր կողմը, մենք ինչպես ենք հակազդելու, ինչ ենք անելու, ինչ իրական հնարավորություններ ունենք, որն է մեր առավելագույնը, որ կարող ենք ստանալ այս կոնֆլիկտից, մենք արդյոք այնքան կանք, որ եթե մենք որոշում ենք կայացրել, այդ որոշումը կարողանանք իրականացնել, ու այդ ամեն ինչի համար պետք է ուղղակի անկեղծ լինել, նախ ինքդ քո հետ, որպես ղեկավար պետության, երկրորդը ժողովրդի հետ, եւ ասել, որ սիրելի հայրենակիցներ, ցավոք սրտի, թեի բարեբախտաբար, այս աշխարհում մենակ Հայաստան եւ Ադրբեջան պետությունները չեն, որ կան այլ երկրներ իրենց շահերով, իրենց ազդեցությամբ, իրենց ամեն ինչով, որի հետ մենք չենք կարող հաշվի չնստել։ Այդ շրջանի ամենակոպիտ սխալը, եթե կա այդպեսին գործող իշխանության, ո՞րն է համարում։ Գիտեք որը, որ իրենք եւս դարձան այդ մտնիկ Սասուն Մուշ Արդահան այդ երկար չէ, այդ դրա կրողները դառան, հիշում եք Հուլիսյան Տավուշյան մարտեր տեղի ունեցան, դրանից հետո Սարդարապատում դա էլ էր մոլորության արդյունք։ Ասենք, եթե Նիկոլ Փաշինյանի շուրջը գտնվողները սթափվեին եւ այս կեղծիքից կարողանային դուրս գալ ինքնախապեյությամբ, տեսեք Նիկոլ Փաշինյանը լինելով Դե պետք է նստել զիջումների սեղանի շուրջ, դա է նշանակում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը լինելով ընդդիմադիր, չէ՞ սուր, բայց ինքը այդ հարցերում գրեթե որևէ ու ժողովրդի 99%-ը այդպեսին էր։ Մեր բանակը կհաղթի առնվազն 5 բանակի, մենք ուժեղ ենք, մնացածները թույլ են, մենք հզոր ենք եւ այլն։ Եվ հետո թքած ունենք միջազգային կանոնների, միջազգայինորեն ընդունված սահմանների վրա։ Մենք ինչ ուզում ենք, այն էլ անում ենք, բայց դու մի հատ նայ դու ով ես, որ ինչ ուզես անես։ Այսինքն ինձ շատ են հարցնում, մենք տարբերակ ունեինք պահելու Արցախը։ Ամենաարագ պատասխանը էսա, եթե ունենայինք կպահեինք, բայց իրականում մենք պետքա մի հատ հայկական լավ ասացված կա։ Ոտքդ վերմակից չափով մեկնիր։ Մենք մի հատ մեր ոտքին էլ չենք նայել, վերմակին էլ չենք նայել։ Հորինել ենք ոտք, որ ունենք, հորինել ենք վերմակ, որ ունենք։ Հետևանքները եղավ ծանր։ Ձեզ այս ընթացքում չի զարմացրել այն հանգամանքը, որ պատերազմում բարդություն կրած քաղաքական ուժը վերընտրվեց։ Շատ է զարմացրել, շատ։ Մանավանդ 21 թվականի հունիսի ընտրություններից հետո ես անկեղծ շոկի մեջ էի։ Ոչ թե որ ես Հայաստան խմբակցությունում էի, ուզում էի, որ մեր հաղթանակը շատ ուժեղ լիներ, չէ, ես ինքս համոզված էի, որ քաղաքական տրամաբանությունը, տիեզերական տրամաբանությունը հուշում է, որ այն ուժը, որը կապ չունի ինչ պատճառով է պարտվել, բայց պարտվելա ինքը պետքա հեռանա ճանապարհը տա այն ուժին, որը պետք է շարունակի։ Հետո ես հասկացա, թե ինչու եղավ։ Հետո ես չեմ ասում, ես տաղանդավոր էի եւ 3 օր հետո հասկացա։ Հետո ժողովուրդը ինչու այդպես վարվեց։ Այո, ես հասկացա ինչու տեղի ունեցավ այդ քվեարկությունը։ Ես շատ եմ մտածել, շատ, այսպես, այնպես, այսպես ու ես եկա համոզման, որ էլի ուզում եք ասեք աստվածային ուժերը, տիեզերական ուժերը, իրենք միջամտում են, որովհետև այս ամեն ինչը ուղղակի հենց այնպես չի, էլի պատահականությունների շարան չի, ամեն ինչ իրար հետ կապված է եւ եթե տեղի ունեցել մի մեծ իրենց կարծիքով անում էր մի մեծ բլեֆ, այդ բլեֆը պետքա արդյունք չունենար հետագայում, հետևանք չունենար։ Այսինքն ես գիտեմ, որ Հայաստանին ծանր պատերազմ է սպասվում, ես գիտեմ մեր ռեսուրսները, ես գիտեմ
աշխարհի հիմնական խաղացողների եւ Հայաստանում ազդեցություն ունեցողների դիրքորոշումը, բայց ես խի թողեմ, որ դա մնա իմ վրա, բեր ես ճողոպրեմ։ Այ հենց այդ պատճառով էլ 21 թվականին ընտրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավոր։ Ուրիշ բացատրություն չկա, դա է բացատրությունը։ Արգել Գեղամ, կարճ կասեք, ավարտում ենք արդեն։ Եթե նախընտրական կա այդպիսի նախանշաններ, որ եւ երկրորդը եւ երրորդը տրամադրված են մասնակցել քաղաքական անցուդարձին, ճիշտ է համարում։ Իհարկե, եթե իրենք գտնում են, որ էլի պիտի մասնակցեն, պիտի մասնակցեն։ Ճիշտ ու սխալը որոշվում է քվեարկությամբ ժողովրդի կողմից։ Ասեմ ինչու, դա մեկնաբանվում է որպես օգնություն գործող իշխանություն։ Իրենք այդպես չեն մտածում եւ իրենք մտածում են, որ իրենք ունեն ասելիք, անելիք ու իրենց առաջարկում են ժողովրդին։ Ժողովուրդն էլ Աստծո կամոք որոշելու է ով որքան ձայնա ստանալու։